Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել։ Նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի նիստում Իտալիան քննարկման է ներկայացելու մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկություն է իրականացրել էկոպարեկային ծառայությունում եւ ձերբակալել 4 պաշտոնյայի։ Նրանք ձերբակալվել են էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Շարունակվում է ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո օրակարգում խորհրդանի փոխնախագահների ընտրության հարցն է։ ԱԺ փոխնախագահի թեկնածուներից մեկը Հայկ Կոնջորյանն արդեն ընտրվել է։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 9-րդ գումարման խորհրդանում բացարձակ մեծամասնություն չի կազմում, սակայն մտադիր է սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Այս մասին ասել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը։ Ժամանակակից տեխնիկան, փորձառու մասնագետներն ու օպերատիվ աշխատանքը որակյալ ծառայության կարևոր նախապայմաններն են։ Այս սկզբունքով առաջնորդվելով Վիոլա Ջուրը հերթական անգամ համալրել է իր ավտոպարկը, ձեռք բերելով նոր տեխնիկա։ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։ Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել, նշել է Անի Բադալյանը։ Եվրանյուսը երեկ գրել էր, որ Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապուրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապուրինի միգրացիայի կառավարմանը։ Նոր կենտրոնները ըստ Իտալիայի առաջարկի կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկություն է իրականացրել էկոպարեկային ծառայությունում եւ ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկիների Պաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին, նրանք ձերբակալվել են էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ վերջիններիս կաշառք տալու դեպքերի առիթով հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ֆակտորի տեղեկություններով ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապուրինի որս։ Քննչական կոմիտեում էլ քննվում է մուլտիտրանսպորտ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 137 միլիոն 16,645 դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթը։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Արթուր Դալաքյանի եւ ընկերության 100% մասնակից եւ իրական շահառու Հայկ Գալստյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Դալաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը 15 միլիոն դրամի չափով գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ Գալստյանը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Անդրադառնանք այլ թեմաների, շարունակվում է ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո օրակարգում խորհրդանի փոխնախագահների ընտրության հարցն է։ ԱԺ փոխնախագահի թեկնածուներից մեկը Հայկ Կոնջորյանն արդեն ընտրվել է։ Նրա թեկնածությունը քննարկվում էր երեկվանից, սակայն առանցքում ոչ թե Կոնջորյանի աշխատանքային գործունեությունն էր, այլ նրա եղբոր հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպը եւ նրա հայփոստի տնօրեն հանդիսացող կնոջ աշխատավարձի չափը։ Բանը հասավ նրան, որ կողմերը հիշեցին նույնիսկ մարտի 1-ի իրադարձությունները։ Ազգային ժողովում Հայկ Կոնջորյանի ազգային ժողովի փոխնախագահի թեկնածության քննարկումը տեղափոխվեց այլ դաշտ։ Առանցքում ոչ թե Կոնջորյանի աշխատանքային գործունեությունն էր, այլ նրա եղբոր հետ կապված վերջերս տեղի ունեցած միջադեպը եւ նրա հայփոստի տնօրեն հանդիսացող կնոջ աշխատավարձի չափը։ Անդիմության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իշխանությանը մեղադրում էին կառավարության ձախողումների, պետական համակարգի անարդյունավետ աշխատանքի եւ հովանավորչության համար։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը պատմեց, թե Իտալիա ուղարկված փաստաթղթերը շաբաթներ շարունակ չեն հասել հասցեատիրոջը, իսկ հայփոստից պատասխան չի ստացել։ Դավիթ Ղազինյանն էլ հայտարարեց, որ ընկերությունը շարունակում է աշխատել 19-րդ դարի տեխնոլոգիաներով, իսկ նման կառավարման պայմաններում արդյունավետություն ակնկալել հնարավոր չէ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հիշեցրեց, խորհրդարանը հայփոստի տնօրեն չի ընտրում, այլ ազգային ժողովի փոխնախագահ։ Բաբկեն Թունյանն էլ ներկայացրեց հայփոստի ֆինանսական ցուցանիշները, պնդելով, որ ընդդիմությունը դիտավորյալ անտեսում է ընկերության գրանցած արդյունքները։ Երբ հայփոստը փոխանցվել է կոնցենսիո կառավարման արգենտինացիներին,
Պայմանագրում եղել է այդ շատ հետաքրքիր պայման, որ գնահատվում են ընկերության ակտիվները այդ պահին, հետո հետ վերադարձնելու պահին այդ ակտիվները վերագնահատվում են եւ այդ տարբերությունը եթե լինում է դրական, այդ տարբերության 60%-ը կառավարությունը պետք է դրամական միջոցներով փոխհատուցի ընկերությանը։ Դե Հայփոստի ակտիվները գիտեք, հիմնականում անշարժ գույք է, ուրիշ բան չունեն, անգամ կշերք չունեն շատ մասնաճյուղերում, որ առաքանիները կշվեն, ինչ է տեղ ունեցել։ Ոչ նոր մասնաճյուղեր են կառուցվել, ոչ վերանորոգվել են, բայց զուտ անշարժ գույքի թանկացման այդ բնականon process-ի հետևանքով վերագնահատել են 2020 թվականին ու պարզվել է, որ Հայփոստի ակտիվները աճել են $12 միլիոն եւ կառավարությունը պիտի Հայփոստին $7 միլիոն փոխհատուցում տրամադրի։ Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ ընդդիմությունը մեկ օր շարունակ խոսել է իր ընտանիքի մասին, բայց գրեթե ոչինչ չի ասել իր քաղաքական գործունեության վերաբերյալ։ Կոնջորյանի խոսքով Հայփոստը վերջին տարիներին պետությանը վճարել է 1 միլիարդ դրամ դիվիդենդ, իսկ ընկերության ֆինանսական դիրքերը բարելավվել են 900 միլիոն դրամով։ Կոնջորյանը խոստացավ, որ իր ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ընդդիմությանը սպասվում են շատ հետաքրքիր խորհրդարանական օրեր։ Տունը, զինվորը, ռազմական ոստիկանության ծառայողները, սակրավորները, որոնց մահնա ցանկացել է Էդգար Ղազարյանը, այս ամեն ինչն է նկարագրում քաղաքական արժեքային համակարգը, որի կրողն եք դուք։ Եվ եկել եք ինձ մեղադրում եք, որ իմ կինը աշխատում է եւ ստանում է աշխատավարձ, այն ինչ ձեզանից պահանջում են $200 միլիոն թալան։ Սակայն ամենաթեժ բանավեճը ծավալվեց արդեն մարտի 1-ի թեմայով։ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր ելույթի ընթացքում միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այդ օրվա հետ կապված մի ձայնագրություն։ Յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Քոչարյանի ելույթից անմիջապես հետո նիստը վարողի իրավունքով խոսեց ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում գտնվող մարդիկ քնած էին, երբ հատուկ ջոկատայինները մահակներով հարձակվեցին նրանց վրա, ընդգծելով, որ այդ իրադարձությունների պատասխանատվությունը կրում է այն ժամանակվա իշխանությունը։ Իհարկե պետք է իրեր վերցնեն, որ պաշտպանվեն, որտեղ ինքն է պաշտպանում է, որովհետև բա դրանից մի քանի ժամից առաջ հատուկ ջոկատայիններ եկի հարձակվել են մարդկանց վրա։ Բա ինչ եք ուզում։ Պարզ չի որ պիտի բարիկադավորվեն։ Ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում։ Հաջորդը, այնց հանգիստ եկել ասում եք, դե հա կարող է մարդիկ են եղել անմեղ, որ ձերբակալել են։ Չէ, կարող է չի, ասում եմ իմ հայրը ոչ մի հանցանք չի գործել, ընդ որում ոչ թե կարող է չի գործել։ Հաստատված է չի, որ չի գործել, որովհետև նույնիսկ ձեր հոր նախագահության օրոք, այո, մեղադրանքը հետա վերցվել եւ գործը կարգվել է ապացույցների բացակայության պատճառով։ Ռուբինյանը հիշեցրեց նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որում վերահաստատվում է, որ մարտի 1-ի 10 զոհերի համար պատասխանատու էր այն ժամանակվա ղեկավարությունը, որն առաջնորդում էր Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությանը, Քոչարյանի պաշտոնավարման ավարտին եւ նրա ընտանիքի կարողությանը։ Ի պատասխան ընդդիմությունը շարունակեց մեղադրել գործող իշխանությանը ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների եւ պետական կառավարման ձախողումների համար։ Արթուր Հովհաննիսյանն ու Տարոն Չախոյանն էլ հակադարձեցին։ Ընդդիմությանը հիշեցնելով հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն մեղադրանքներն ու ապօրինի հարստացման գործերը։ Ձեր ստեղծած քրեաօլիգարխիկ ընտրակեղծարար համակարգի պատճառով է, որ հնարավոր է եղել վերագործարկել ինչ որ չափով այդ համակարգը այս ընտրություններին փող բաժանելու մարդկանց տերորի ենթարկելու միջոցով ձայներ հավաքել եւ հայտնվել ազգային ժողովում, շարունակելու համար սպասարկել օտարերկրյա ուրեմն շահերը եւ շարունակելու համար պայքարել նրա համար, որ ձեր ապօրինի գույքը ձեզանից չխլեն։ Լևոն Քոչարյանը հայտարարում է, որ հպարտանում է։ Փորձենք հասկանանք ինչի համար է հպարտանում։ Հոկտեմբերի 27-ի համար է հպարտանում։ Մարտի 1-ի համար է հպարտանում, Պապլավոկի զուգահանում Պողոս Պողոսյանի սպանության համար է հպարտանում, այն քաղաքական հետապնդումների ու սպանությունների համար է հպարտանում։ Այսպիսով Հայկ Կոնջորյանի թեկնածության շուրջ նախատեսված քննարկումը վերածվեց իշխանություն ընդդիմություն փոխադարձ մեղադրանքների։ Չնայած բուռն քննարկմանը Հայկ Կոնջորյանն այնուամենայնիվ 63 կողմ 28 դեմ ձայներով ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Հայաստան դաշինքը, ինչպես եւ հայտարարել էր, չմասնակցեց քվեարկությանը, իսկ ուժեղ Հայաստանը դեմ քվեարկեց։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 9-րդ գումարման խորհրդանում բացարձակ մեծամասնություն չի կազմում եւ իրավական տեսանկյունից կան որոշակի խոչընդոտներ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար այնուամենայնիվ իշխանությունը տրամադրված է իրականացնել այդ փոփոխությունները, այս մասին ասել է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը, ընդգծելով, թե իշխանությունը ցանկանում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրգանիկ կապվածություն ունենա նոր սահմանադրության հետ, նրա պնդմամբ նոր սահմանադրության տեքստը պատրաստ է եւ շուտով կներկայացվի հանրությանը։ Գիտեք, մեր տրամադրվածությունը այս հարցով եւս սահմանադրական բարեփոխումներ, այնուհետև նոր սահմանադրություն ունենալու միտումը եւ ես ասում եմ ձեզ, որ նոր սահմանադրության տեքստը արդեն այսպես կազմված է եւ փոքր այսպես փոփոխությունների շրջանում է գտնվում, առաջարկությունների հիման վրա եւ շուտով հանրությանը կներկայացվի եւ կդրվի լայն քննարկման հանրության շրջանակներում, իսկ իրավական այո իրավացեք, որ չունենք համապատասխան քվեներ նոր սահմանադրությունը ազգային ժողովով հաստատելու, բայց իրավական գործընթացները կդիտարկենք ինչպես կընթանան, հնդածս կանենք։ Մեր նպատակը առաջին հերթին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամբողջությամբ օրգանիկ, այսպես կապվածություն ունենա նոր սահմանադրության հետ, որովհետև սահմանադրությունը այսպես սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ապրելու կարգ ու կանոնը, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի քվեարկում սահմանադրության օգտին, հետեւաբար նա օտար է զգում իրեն այդ օրենքներից, եւ մենք պետք է գնանք նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին այնքան լիարժեք, ընկալի եւ ընդունի նոր սահմանադրությունը եւ հետո ապա գնանք հանրաքվեի, որ արդեն միանշանակ կարողանա իրենը համարել այդ օրենքները, կանոնները եւ ամեն ինչը, որպեսզի կարողանանք ունենանք ավելի իրավական պետություն, ինչին մենք բոլորս իրապես ցկտում ենք։ Արաքսիա Վարդանյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության 64 падգամավորներից մեկն է, որն իր քաղաքական գործունեության ընթացքում առաջին անգամ է ստանձնում падգամավորի պատասխանատու մանդատը։ Վարդանյանը կարծում է, որ առաջիկայում հանդես կգա բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով։ Падգամավորը հույս ունի, որ ԱԺ-նախագահ Ռուբեն Ռուբինյանի կոչից հետո Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները անկասկած հետևություններ կանեն եւ ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ աշխատանքը իշա Հայաստանի Հանրապետության կստացվի։ Հատկապես պարոն Ռուբինյանի կոչից հետո, որ պետք է փորձ ենք աշխատել բարեկրթության սահմաններում, որովհետև ես խորհրդարանը միջավայր եմ համարում, որը համագործակցության դաշտում ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու շահը, ու խորհրդարանը չպետք է դառնա վիճաբանությունների, իրար անձնական վիրավորանքների վայր, որովհետև դրանով մենք չենք հարգում մեր քաղաքացիներին եւ մեր քաղաքացիները մեզ քվե չեն տվել, որպեսզի մենք անհանդուրժող միջավայրում ապահովենք մեր նիստերը։ Իսկ ընդհանուր առմամբ տպավորություններս դրական են, 2 օր է շատ լավ ընթանում են նիստերը, քիչ թե շատ առանց վիրավորանքի մթնոլորտում։ Հապկում Հայաստանին ձայնի իրավունքի զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս, այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է Հապկում ՌԴՄշտական ներկայացուցիչ Վասիլևը, նշելով, որ հարցի քննարկումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊ քաղաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Վասիլևն ընդգծել է, որ ՀԱՊ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում։ Մոսկվայի մարզում գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, եւս 6-ը վիրավորվել, հայտարարել է նահանգապետ Վորոբյովը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակն էլ հարվածել է Չեռնոմորսկի ավտոմոբիլային բաղադրիչների գործարանին եւ նավահանգստային տերմինալին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը վերանորոգում են ռազմական մեքենաներ։ Թուրքիան Կոչյանում Մոսկվային եւ Կիևին ապահովել իրեն պատկանող առևտրային ավերի անվտանգությունը Սև ծովում։ Անկարան այս հայտարարությունը տարածել է անցած գիշեր Նովորոսիսկ նավահանգստի մերձակայքում թուրքական 2 նավերին հասցված հարվածներից հետո։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին թուրք գործարաններին պատկանող Յաշար եւ Նադեժդա նավերին, որոնց անձնակազմի 3 անդամները ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Ռուսաստանի տարածքում գտնվող հիվանդանոցներ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Իրանը նոր հարվածներ է հասցրել Քուվեյթին, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարված է հասցրել ամերիկյան ռազմաբազային։ Հարձակումն իրականացնելու համար ներգրավվել է 3 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է, որ առնվազն անօդաչուներից մեկը հաջողությամբ հասել է նախանշված թիրախին օբյեկտի տարածքում։
Իրանի արտգործնախարարությունը հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, նշելով, որ Վաշինգտոնի հետ նոր բանակցություններ չեն ընթանում եւ առաջիկայում նման հանդիպումներ նախատեսված չեն։ Արտգործնախարար Էսմայիլ Բաղեին հայտարարել է, որ բանակցություններ իրականացվում են միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության հարցով։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է օգոստոսի 3-ից սկսել Իրանի հետ հարաբերությունների կարգավորման նոր փուլը եւ ընդգծել, որ Թեհրանը ոչինչ չի ստանա մինչեւ համաձայնագրի կամ լիակատար կապիտուլյացիա չլինի։ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Կրասնիբոր բնակավայրում գտնվող Վալդբերիզի լոգիստիկ օբյեկտում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան, տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Նշվում է, որ օբյեկտում իրականացվել է նախապես տարհանում, ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերաուղղորդվել են այլ օբյեկտներ։ Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորիցկին կոչ է արել պատրաստվել ձմռան ամենավատ սցենարին, լինի դա ֆինանսական կարիքներ, դրամահավաք, զենք, թե երկրի այս ձմռանը սպասվող մարտահրավերներ։ Ըստ նրա, Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ջեռուցման սեզոնից առաջ բախվում է 650 միլիոն եվրոյի դեֆիցիտի։ Կորիցկին նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամն արդեն կուտակել է ավելի քան 2 միլիարդ եվրո, սակայն անհրաժեշտ է հետագա օգնություն։ Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում, նրան գնահատելով որպես հրադադարի համաձայնագրի խախտում։ Միջնորդ երկրները նշել են, որ այդ քայլերը վտանգում են համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը եւ կոչ են արել ապահովել քաղաքացիական անձանց, բուժաշխատողների եւ մարդասիրական առաքելությունների պաշտպանությունը, նաեւ երաշխավորել օգնության անարգել մուտքը Գազա։ Լատվիան կքննարկի Բելարուսի հետ սահմանի լիակատար փակման հարցը։ Լատվիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Լատվիա-Բելարուսական սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով։ Վերջերս գործում էր երկու սահմանային անցակետերից միայն մեկը։ Բելարուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լատվիայի հետ սահմանի լատվիական կողմում գտնվող անցակետը շարունակում է գործել եւ բելարուսական կողմից որևէ խնդիր չկա։ Լատվիայի ներքին գործերի նախարարությունը կառավարությանն առաջարկել է ամբողջությամբ փակել սահմանը։ Ժամանակակից տեխնիկան փորձառու մասնագետներն ու օպերատիվ աշխատանքը որակյալ ծառայության կարևոր նախապայմաններն են։ Այս սկզբունքով առաջնորդվելով Վիոլա ջուրը հերթական անգամ համալրել է իր ավտոպարկը, ձեռք բերելով GCB ընկերության 15 նոր բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, որոնք արդեն պատրաստ են ապահովելու ավելի արագ արձագանք եւ առավել արդյունավետ վթարաբերական աշխատանքներ ամբողջ հանրապետությունում։ Ջրամատակարարման համակարգերի սպասարկման համար կարևոր է ոչ միայն մասնագիտական թիմը եւ պատասխանատու մոտեցումը, այլև ժամանակակից տեխնիկան։ Հենց այս նպատակով Վիոլա ջուրը շարունակում է զարգացնել եւ արդիականացնել իր ավտոպարկը։ Այս անգամ ընկերության ավտոպարկը համալրվել է 15 նոր GCB բազմաֆունկցիոնալ էքսկավատորներով, որոնք առաջիկայում կբաշխվեն շահագործման տնօրինություններին։ Հատկապես վթարաբերացման աշխատանքների ժամանակ արագ արձագանքը վճռորոշ նշանակություն ունի։ Նոր տեխնիկան հնարավորություն կտա ավելի օպերատիվ հասնել վթարի վայր եւ կրճատել աշխատանքների իրականացման ժամանակը։ GCB-ն շինարարական տեխնիկայի ոլորտում հայտնի արտադրողներից է։ Այս բազմաֆունկցիոնալ մեքենաները համատեղում են էքսկավատորի եւ բեռնիչի հնարավորությունները, թույլ տալով իրականացնել տարբեր աշխատանքներ՝ հողայինից մինչև վթարաբերացման։ Էքսկավատորները հեշտությամբ հաղթահարում են դժվար անցանելի ճանապարհները, աշխատում են ցանկացած եղանակային պայմաններում եւ հնարավորություն են տալիս օպերատիվ վերացնել վթարները, նվազեցնելով ջրամատակարարման ընդհատումների տևողությունը։ Մեքենաները շատ լավն են։ Ամեն բարդության դեմ էլ աշխատում է։ Ավտոպարկի այս համալրումը պարզապես նոր տեխնիկայի ձեռքբերում չէ, այն հնարավորություն է տալիս ընդլայնել թիմի աշխատանքային հնարավորությունները, բարձրացնել իրականացվող աշխատանքների արդյունավետությունը եւ բաժանորդներին մատուցել ավելի որակյալ ծառայություններ։ Էքսկավատորներից 5-ը արդեն բաշխվել են մեր ընկերության տարբեր տնօրինություններին, իսկ մնացած 10-ը շուտով կբաշխվեն եւ միանգամից կներգրավվեն վթարային աշխատանքների
իրականացման մեջ։ Վիոլա ջրի ավտոպարկը շարունակաբար համալրվում է նոր տեսակի տեխնիկաներով, որոնք որ օգնում են վթարներին ավելի արագ արձագանքել, բարձրացնում են ծառայությունների մատուցման որակը։ Ձեռք բերված նոր տեխնիկան դառնալու է ընկերության ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը, օգնելով մասնագետներին ավելի արդյունավետ եւ վստահ աշխատել տարբեր իրավիճակներում։ Սա եւս մեկ քայլ է դեպի ավելի կազմակերպված եւ տեխնիկապես հագեցած սպասարկման համակարգ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։